Այսինքն ցանկացած քաղաքական պատերազմում իրավական չափանիշներն են, ստանդարտներն են, դրանք շատ կան։ Դրանք միշտ էլ եղել են ամենատարբեր իրավական գործիքներով կամրագրված են։ Մնում է ուղղակի քաղաքական կամք լինի կամ ինչ-ինչ պայմանավորվածություններ, որ ինչ-որ մի ժամանակ դա իրականում աշխատի։ Այսինքն եթե խոսքը վերաբերում է բանտարկյալներին, ովքեր Ադրբեջանում են, հայաստանցյան քաղաքացիներ։ Մասը վստահ եմ ժամանակ առ ժամանակ կվերադարձվի, բայց ոչ բոլորը։ Դատելով մեղադրանքների բնույթից, դատելով այն նպատակներից, որ Ադրբեջանն է հետապնդում, իսկ իրավական գործընթացի նպատակը այն չէ, ինչ որ ընկած է ձևական գործընթացի հիմքում, դա քաղաքական է, դա հերքել ընդհանրապես Արցախի անկախությունը որպես պատմական փաստ եւ որպես իրավական երևույթ, դատելով նրանից թե դատավարությունը ինչ ուղղությամբ է գնում եւ ինչ մեղադրանքներ են, ես կարող եմ ասել, որ հեռահար նպատակը դա է։ Իսկ եթե դա է, նշանակում է ոչ բոլորը կվերադառնան Հայաստան։ Պարոն Ղազարյան, խնդրեմ նաև անդրադառնաք Նիկոլ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների կողմից եկեղեցու բարենորոգման խորհուրդը այսօր հայտարարությամբ է հանդես եկել եւ դիմել ազգային ժողովին, որպեսզի վեհափառ հայրապետին հեռացնելու հարցը իրավական ճանապարհով լուծեն։ Սա որքանով է տեղավորվում։ Դա ձեր հարցը չի վերաբերում այս միջոցառմանը։ Քանի որ կոնտեքստից դուրս է, ես ընդհանուր կարող եմ ասել, որ այդ ամբողջը գործադիր իշխանության կողմից ինքնավարության կրոնական համայնքի ինքնավարության իրավունքի միջամտություն է, բայց կրկին, քանի որ մենք հիմա այլ միջոցառում ունենք, ես չեմ ուզում շատ ծավալվել այդ հարցում, պատասխանեմ այն հարցերին, որոնք վերաբերում են այս միջոցառմանը, կներեք իհարկե։ ԱՄՆ փոխնախագահային ուղղված բազմաթիվ նամակների մեջ խոսվել է հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող իշխանությունների կողմից արշավի մասին ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու։ Այո, դա բազմիցս եւ ես եւ իմ գործընկերներ եւ շատ մասնագետներ նշել են, որ մեծ հաշվով դա կրոնական համայնքի ինքնավարության իրավունքի միջամտություն է գործադիր իշխանության կողմից, որն անթույլատրելի է։